Margot Wallströmին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցելությամբ։ Այսօր մենք հնարավորություն ունեցանք շարունակելու մեր բազմավանդակ երկխոսությունը երկկողմակարգի, տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Իսկ մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու թե Ստոկհոլմում, թե տարբեր միջազգային համաժողովների, ֆորումների շրջանակներում, վերջի մեր հանդիպումը դեկտեմբեր ամսին էր եւ պայմանավորվեցինք, որ Շվեդիայի արտգործնախարարը կգա Հայաստան եւ այսօր շատ ուրախ եմ այն հնարավորությանը, որ մենք ունենք այսօր ողջունելու իրեն Երևանում։ Տիկին Վալստրոմի հետ կարևորեցինք Հայաստան-Շվեդիա հարաբերությունների դինամիկ զարգացումը, որը հատկապես ակտիվացել է երկու դեսպանությունների բացումից ի վեր, թե Ստոկհոլմում 14 թվականին մենք տիկին Վալստրոմի հետ միասին բացեցինք մեր դեսպանությունը Ստոկհոլմում եւ նաև այստեղ բացվեց Շվեդիայի դեսպանությունը, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել հարաբերությունների զարգացման, ընդլայնման, խորացման իմաստով։ Անդրադարձանք առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին, պայմանավորվեցինք իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ներդրումների խթանման շուրջ։ Գիտեք, որ Հայաստանում գործում են շվեդական կապիտալով մի շարք կազմակերպություններ, այս առումով կարևորեցինք քիչ առաջ ստորագրված գույքի եւ եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը։ Տիկին Վալստրոմի հետ պայմանավորվեցինք շարունակել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, պարբերական դարձնել մեր արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունները համագործակցության առավել խորացման նպատակով։ Որպես երկկողմ փոխգործակցության զարգացման կարևոր դաշտ առանձնացրեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Իհարկե անդրադարձանք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, կարևորեցինք Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ձեռքբերման շուրջ մեկնարկած բանակցությունները։ Մեր բանակցությունների օրակարգում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ մեր եվրոպական գործընկերների աջակցությունը դրանց։ Տիկին Վալստրոմին ներկայացրեցի Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղված Հայաստանի եւ եռանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Մենք նաեւ հնարավորություն կունենանք աշխատանքային ճաշի ընթացքում քննարկելու տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցեր։ Նաեւ Կարծում եմ, որ քանի որ ժամանակը շատ սահմանափակ է, այսքանով ես սահմանափակվեմ եւ խոսքը սիրով փոխանցեմ արտգործնախարարին Շվեդիայի։ Please, Margot. Thank you very much, dear colleague. Thank you for welcoming me and my delegation to Armenia. This is my first visit here, and it just shows our support to Armenia, to the Eastern Partnership, and also to the region. And I value this opportunity to learn more also about your concerns and your challenges, and of course the things that we have in common. I think the way we have improved our diplomatic contacts also offers a great opportunity for the future, also when it comes to commercial and trade opportunities. We have, as you've heard the Minister just say, we have signed an agreement between Sweden and Armenia on the avoidance of double taxation, and I think this is also a significant step in strengthening our relations, and it will lead to both stronger economic and professional links between our two countries. And it makes it easier for Swedish citizens to live and work in Armenia and vice versa. So these are sort of the practical things that we can do to help our relations. I also want to congratulate Armenia to the start of negotiations on a new framework agreement with the EU. And we are in favor of an ambitious agreement with Armenia, because I think that serves both our common values and interests and
it will provide a very useful platform for the future. We have already started to discuss the ongoing work in this country, in Armenia, to build strong, democratic and efficient institutions operating on the rule of law and which are free from corruption. I think this is something we will get back to. I've also met with civil society organizations already to learn more about the ongoing reform efforts in Armenia. And of course, we've discussed Nagorno-Karabakh, and this again is a chance for us to better understand how this is perceived here and what your wishes and concerns are. We agree that there is no military solution to this conflict, and we have to do everything possible to make sure that this does not escalate, but the contrary, and to be able to find a solution. And we hope that that will be under the auspices of the Minsk group co-chairs. So we encourage both sides to work actively towards a peaceful solution to this. So we have met before, and I appreciate the opportunity to come here and see for myself. It's a short visit, unfortunately too short to really see the whole of the country, but at least we are deepening our contacts, and it's a first visit, so I thank you very much for receiving us. With me is also Kerstin Lundgren, who is a member of parliament from the opposition, from the Center Party, and this is also again somebody that knows the country very well, who has been active on these issues, and this is something that I appreciate a lot, that we can travel together like this, and we are visiting 3 countries in as many days, so it will be very intense, but thank you very much for having us. Երության հիմքերում է կանգնած։ Արդյոք այսօր էլ Շվեդիան նույն հանձնառությունը ունի այս կառույցի նկատմամբ, եւ եթե այո, ինչ նոր նախաձեռնություններով հանդես կգաք։ Շնորհակալություն։ Thank you. We are definitely in the group of countries that will push for the Eastern Partnership to continue to also be on top of the agenda of the European Union. So you can trust that, and you can count on us to make sure that we also deliver. And I think what we will see in terms of the Eastern Partnership is maybe more of an individualized sort of approach, and that means engaging with the individual countries along the principles of more for more. And we hope that that also means we all feel a responsibility to help those countries that we have engaged with. And this is a sign of exactly that. We are here to support and help. And we think that to have intensified contacts is the best way forward, because we have to know exactly what happens here, how the reforms are progressing, and to make a framework agreement, I think, is a good sign of that as well. Շնորհակալություն, հարցս Հայաստանի արտգործնախարարին, պարոն նախարար, Ադրբեջանի արտգործնախարարը վերջերս իր մեկնաբանություններում արդեն ծաղրում են Մինսկի խմբի համանախագահներին եւ ասում են, որ նրանց հետ չի հանդիպի, որովհետեւ դրա իմաստը պարզապես չկա, իսկ Հայաստանին մեղադրում է ստատուս քվոն համառորեն պահելու մեջ, ինչպես սա կմեկնաբանեք, շնորհակալություն։ Չեմ կարծում, որ դա եզակի դեպք է, գիտեք, որ Բաքուն բազմիցս օգտագործում է միջազգային հարաբերությունների ոգուն ոչ հարիր արտահայտություններ ուղղված երանախագահներին եւ ընդհանրապես ոչ միայն երանախագահներին, բոլոր նրանց, ովքեր որ հանդգնում են կարծիք հայտնել, որը չի համընկնում ադրբեջանական պաշտոնական կարծիքի հետ։ Երանախագահներին մեկ ասում են հրապարակային, ասում են, որ տուրիստներ են, մեկ ասում են, որ իսլամաֆոբներ են, Բաքուն ասում է, որ Միացյալ Նահանգները դա ծննդավայրն է կոռուպցիայի,
Եվ այլն, այս ցանկը գիտեք կարող ենք շարունակել, դուք էլ լավ ծանոթ եք այդ հայտարարություններին, ինչի համար է այդ ամեն ինչը արվում, իրենց թվում է, որ այսպիսի պարզունակ վարքաբեկիչ ճակերտների մեջ հայտարարություններով իրենք կարող են շանտաժի ենթարկել երանախագահներին, այլոց եւ ինչ որ մի բան կորզել։ Եվ զարմանալի է, որ իրենք դասեր չեն խաղում, որովհետև լրիվ հակառակ էֆեկտ է տալիս եւ միջազգային հանրության կարծիքը եւ դիրքորոշումը այդ կեցվածքի վերաբերյալ տարեսարի ավելի հասցեական եւ ավելի ակնհայտ է դառնում։ Ինչ վերաբերվում է մեղադրանքներին, իբրև թե Հայաստանը ցանկանում է ստատուս քվո պահպանել, Հայաստանը, ինչպես եւ երանախագահները, շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխման։ Եվ առաջի պատասխանատուն, որ այդ ստատուս քվոն շարունակվում է, հենց Ադրբեջանն է, որովհետև ինչպես կարելի է փոխել ստատուս քվոն։ Ստատուս քվոն կարելի է փոխել բանակցությունների միջոցով, պայմանավորվածությունների ձեռքբերման միջոցով։ Իսկ ով է սրում իրավիճակը, Ադրբեջանը, ով է չի արձագանքում երանախագահների կոչերին, որ պետք է վերահաստատել հանձնառությունը բանակցային խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ով է դեմ դուրս գալիս հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։ Ադրբեջանցիները հորինել են, որ եթե մեխանիզմը ստեղծվի, ապա դա կնպաստի ստատուս քվոյի պահպանմանը։ Ճիշտ հակառակը, եթե մեխանիզմը ստեղծվի, մեխանիզմը կլինի ոչ միայն հետաքննության, այլ նաև կանխարգելիչ մեխանիզմ, որը թույլ կտա ապահովել համապատասխան ավելի բարենպաստ պայմաններ բանակցությունների շարունակման համար եւ բանակցությունների միջոցով գալ պայմանավորվածությունների ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։ Հույսով ենք, որ Ադրբեջանում վերջապես կհասկանան, որ այս կեցվածքը իրենց որևէ առավելություն չի տալիս, ճիշտ հակառակը։ Իսկ մենք երանախագահների հետ շարունակելու ենք մեր ջանքերը ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որովհետև այլ ընտրանք չկա բանակցությունների։ Շնորհակալություն։